Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ն սկսում է իր առավոտյան ծրագիրը։ Հուսով եմ, որ լավ եք, լավ տրամադրությամբ, դրական էներգիայով արթնացել եւ անմիջապես միացել եք մեզ։ Այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր եթեր, խոսելու ենք շատ հետաքրքիր հյուրերի հետ եւ մինչ մեր հյուրերի ներկայացնելը առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ կարծում եմ, որ տեսահոլովակից հետո արդեն կկռահեք, թե ովքեր են այսօրվա մեր հյուրերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, հյուրերը մեր արդեն տաղավարում են, սիրով ներկայացնեմ Կայթ խմբի գեղարվեստական ղեկավար եւ փողային գործիքներ կատարող Գրիգոր Քարտաշյան եւ արտադրական մասի ղեկավար եւ հարվածային գործիքներ կատարող Գրիգոր Դավթյան։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար, մեզ հյուրընկալելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Որպես արվեստի մեջ գտնվող մարդիկ, սովորաբար ինչպես է սկսվում ձեր առավոտները։ Քնից ելնելը մի քիչ դժվարորեն, հետո սուրճ, անպայման ու տենց շարունակվում է։ Հետո մտնում ենք միանգամից բուրըն ընթացքի մեջ։ Իսկ դերը պարոն Քարտաշյան։ Իմը շատ դժվար է սկսում առավոտները, որտեղ միշտ ուշ երեկո հիմնականում աշխատում ենք թե ստուդիայում, թե համերգային գործունեությամբ, դրա համար շատ դժվար է լինում առավոտյան արթնալ, բայց այսօր կարողացանք։ Խոսենք խմբից, ինչպես ստեղծվեց Կայթ գեղարվեստական խումբը եւ ինչու հենց այդպես անվանվեց։ Կայթը ի սկզբանե Կայթ անվանմամբ եղել է բարի խումբ եւ բացվել է 2014 թվականին։ Եղբայրս Կորոնե Դավթյան ստեղծում է Կայթ բարի խումբը, մենք լինելով Կարին խմբից, պարոն Գինոսյանի աշակերտները, սաները, այդ ամենի ճյուղը ոնց որ այդտեղից է սկսվում։ Դրանից հետո 2017 թվականին ստեղծվում է Կայթ նվագախումբը արդեն, ու տենց սկսում է ծավալները եւ գործունեությունը ավելի մեծանալ տարեց տարի։ Կայթ նշանակում է ցնծությամբ պար, ցնծալով պարել, մեր գրաբարյան ոսկեխենիկ բառերից է, ու հենց այդպիսի ոնց որ մշակույթին վերաբերվող ինչ որ գեղեցիկ բառ է եղել, որ Կորինը ընտրել եւ անվանակոչել է Կայթ արդեն իսկ հանգույցը, կրթամշակութային հանգույցը։ Նաև այդտեղից արդեն ստեղծվեց այնց պարերքները։ Պարերքները հին հայկական եւ ավանդական ոնց որ երգեցողության եւ պարի մի հատ ճյուղ է, այսինքն արվեստի մի հատ առանձին շատ կարեւոր ճյուղերից մեկն է, որին մենք շատ ենք անդրադառնում իրականում եւ շատ ենք օգտագործում մեր կատարողական խմբերում, Կայթում, Թագպարում եւ այլն։ Իսկ դուք պարոն Քարտաշյան ինչքան ժամանակ է որ միացել եք թիմին եւ ինչու հենց ընտրեցիք որպեսզի միանաք եւ հենց այստեղ աշխատեք։ Թիմին միացել եմ 2017 թվականից, Գրիգորի հրավերով է եղել միանալը եւ առաջին համերգը արդեն հենց 17 թվականին ունեցանք, որը կոչվում էր Բարևասա Բարևուս եւ քանի որ չգիտեմ տեղեկ եք թե չէ, մեր գործունեությունը հիմնականում ծավալվում է հետևյալ կերպ, որ վերստում ենք չկատարված երգեր, հիմնականում, այսինքն մեծամասամբ չկատարված է, իսկ որն էլ որ կատարված է, տարբերակով հիմնականում կատարված չի լինում եւ մշակելով այդ ստեղծագործությունները նոր ոնց որ կյանք ենք տալիս այս ստեղծագործություններին։ Իսկ արդեն ինչ երգ կա, որ դեռ կատարված չի եւ գտել եք եւ ցանկանում եք նոր մոտեցմամբ կատարել։ Շատ երգեր կան, հիմա շատ նախագծերի վրա ենք աշխատում։ Մի նոր նախագիծ ենք սկսել, որը կոչվում է 1000 երգ, եւ արդեն շուտով մի քանի ստեղծագործություն կներկայացնենք մեր հանդիսատեսին, իսկ բացի այդ բոլոր մեր ստեղծագործությունները հենց այդպես են, այսինքն չկատարված են։ Նաև հետաքրքիր է իմանալ, երբ որ դուք գտնում եք, ուսումնասիրում եք, որ երգը ընտրեք, ինչն է հայկական երաժշտության տարբերությունը այլ ազգերի երաժշտությունների մեջ, ինչ նորություններ, ինչ տարբերություններ կան։ Շատ
երկար պատմելու հարց եք տվել իրականում շատ տարբերությունները շատ են, քանի որ յուրաքանչյուր երաժշտություն կամ մշակույթ արտացոլում է տվյալ ազգին, այսինքն նույն հայերը իրենց երաժշտությունը ամբողջովին արտացոլվում է հայկականության մեջ եւ ամեն ինչ կապ ունի դրա մեջ, թե մեր առօրյան, թե մեր, չգիտեմ, սարերը, մեր լանդշաֆտը, մտածելակերպը, ամեն ինչ նպաստում է, որպեսզի երաժշտությունը իր ձևը եւ տեսքը ունենա եւ բացի այդ դարերից եկող ճանապարհը, որով մեզ հասել է երաժշտությունը, իր էներգետիկան ունի այս ամեն ինչի մեջ։ Իսկ պարոն Քարտեշյան, ո՞րն է եղել խմբի հիմնական նպատակը, երբ որ ստեղծվել է, այսինքն ինչու եք հենց նոր մոտեցմամբ կատարում հայկական հին ավանդական երգերը։ Իսկ թվում է Գրիգորը Այո, պարոն Քարտեշյան։ Այսպես է, որ հայկական արկա մշակույթում մենք այդ տարիներին դեռ, երբ որ սկսել ենք գործունեությունը, տեսել ենք բաց, որ կատարվում է ֆոլկլորային երգերի սահմանափակ քանակություն եւ զուգահեռաբար տեղյակ էինք, որ գրքերում պահպանված, նոտագրված, վերցանած նույնիսկ կան շատ հայկական ոսկեղենիկ տենց օրինակներ երգերի, բարերգերի, հազարավոր օրորների, ամեն ժանրից ունենք հայկական այդպիսի երգեր, որոնք տենց ուղղակի գրքերի մեջ են եւ Տաթևիկ Շահկուլյանի օգնությամբ, ով երաժշտագետ, կոմիտասագետ է, իր պեղումների միջոցով գտնում էինք նոր երգեր, սկսում էինք կատարել այդ երգերը, թողարկել ենք ալբոմներ արդեն, որից հետո այդ երգերը ոնց որ վերակենդանանում են, այսինքն սկսում են ունենալ կիրառություն, իսկ կիրառության դեպքում ինքը ավելի ազդեցիկ է եւ ավելի զորեղ է իր ազդեցությամբ, քան երբ որ գրքի մեջ պահպանված է, իհարկե դա շատ մեծ եւ ամենակարևոր գործերից է, որ այդ հազարավոր երգերը մենք ունենք գրառած, ոնց որ ազգով պետք է շնորհակալություն հայտնենք մեր մեծերին, հա, Կոմիտասից սկսած իր սաներով, վերջացած մինչև օրեր ովքեր ավանդական երաժշտությունը, ավանդական առհասարակ արվեստը փորձում են ինչ-որ կերպ պահպանել, ֆիքսել եւ դնել դարակներում, էլի, այսպես ասած։ Իսկ կատարելը կյանք է տալիս արդեն եւ երգը սկսում է նորից տարածվել, նորից երգում են, ասենք տարբեր խմբերի կողմից է սկսում մշակվել, կիրառություն է ստանում, որով իր ապրելու քանակությունը եւ ապրելու տարիները սկսում են ավելի երկարել։ Իսկ ձեր կարծիքով այս տարբերակով, երբ որ մի փոքր փոփոխության է ենթարկվում, հնարավոր է երիտասարդները ավելի շատ հետաքրքրվեն հայկական երաժշտությամբ։ Մենք կոնկրետ զբաղվում ենք ֆոլկլորային մշակումներով, ավելի ավանդական մշակումներին ենք ոնց որ հենված։ Մենք էլ շատ նորամուծություններ ենք ոնց որ առաջ քաշում, թե գործիքների ինչ-որ ներգրավմամբ, թե հենց հայկական գործիքների նորովի ոնց որ դեֆորմացմամբ, հա, որ դեֆորմացվում եւ նոր բան է դառնում, այսպես շատ մտքեր ունենք առաջ քաշած, թե հարմոնիկ լուծումներով, գեղեցիկ մշակումներով, որ տալիս է Գրիգորը, ունենք օրինակի համար բաս գիտար խմբում, որ մեր օրերում պետք է ինչ-որ բասային ֆունկցիա կատարող հստակ գործիք, մենք կիրառում ենք բաս գործիքը, այսպես փորձում ենք մոտեցումներում մնալ ֆոլկլորին հենված, բայց նաև միտքը լինի ժամանակակից։ Այս հարցը հնչեցրեցի, որովհետև շատ հաճախ լսում ենք տարբեր մասնագետների կողմից, երաժշտագետների, որ հայկական ավանդական երաժշտությունը հենց պետք է պահպանվի, ինչպես որ կա անգամ աննշան փոփոխությունների դեմ են։ Դուք ինչ կարծիք ունեք այս թեմայով։ Հայկական ավանդական երաժշտությունը, երբ որ մշակված է ինչ-որ օրինակի համար, հա, Կոմիտասը երբ որ ունի մշակում ինչ-որ երգի, ես լրիվ համամիտ եմ, որ այդ մշակմանը չի կարելի կպնել, որովհետև դու արդեն ձեռք ես տալիս մարդու այն ստեղծագործությանը, որը ինքը
մշակել է։ Իսկ այն ստեղծագործություններին կամ ֆոլկլորային բնօրինակներին չկպնել դա մի քիչ նույնիսկ անկարելի է, որովհետև ինչ որ ձև այն ժամանակ երբ որ գրառվել է երգը, այսպես ասեմ, հա, կամ մեր օրերում երբ որ գրառում ես երգը, օրինակ գյուղերում մենք մեր փորձառությունից կարող եմ կիսվել, պապիկը ումից կարողանում ես նոր երգ գրառել, ինքը ուղղակի երգում է, բայց ժամանակին երբ որ երգվել է այդ երգը առօրյայում, այսինքն կիրառություն է ունեցել ծիսակատարություններին, ինչ որ լավ տոների, նվագակցել են, այն ինչ որ կերպ նվագակցել են եւ այսօր էլ պետք է երգերը նվագակցել ու այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որտեղից որ նաեւ այդ կարծիքները առաջանում են, շատ անգամ մշակումներ անելիս ավանդական երաժշտությունը, առհասարակ ավանդական արվեստը, մշակույթը ծառայեցնում են անհատների ոնց որ քին տենց եւ անհատների համար այս դեպքում հակառակը պետքա լինի, այդ գաղափարը մենք վերցրել ենք, որ ոչ թե բնօրինակ երգը եւ ֆոլկլորը պետք է ծառայի մեր շահերին, այլ մենք պետք է ծառայենք ֆոլկլորի շահերին։ Այսինքն ֆոլկլորը պետքա հավելյալ գեղեցկանա, ոչ թե ոչ փոխի օրինակի համար կամ օրինակ մեղեդին, որ կա, մեղեդին պետքա պահվին այնպես, ինչպես կա։ Թե տակը ինչպես կգործիքավորեն ամեն խումբ, ամեն ոնց որ անհատ երաժիշտ, արտիստ կարող է ինքը որոշել, բայց այստեղ էական հարցն է, որ ֆոլկլորային գրառված տարբերակը, այսինքն ոնց որ երգել են, դա մնա նույնությամբ, ինչի համար, որովհետև այդ օրինակները, որ մենք ունենք, դրանք, ինչպես Գրիգորը նշեց, արդեն հազարավոր տարիներ է, որ այդ քարերի վրա իրանք այնքան են հոսել, որ կատարյալ մաքրության են հասել, եւ դա այսօր փոխել, աղավաղել, ինչ որ կմահաճույքին հարմար, մի քիչ անկարելի է։ Իսկ պարոն Քարտոչյան, խումբը ինչպես է ընտրում, թե որ երգերը պետք է նոր մոտեցմամբ կատարվեն։ Կարելի ասել բնազդաբար է ընտրվում այդ երգերը, այսինքն Տաթևիկը Շահկուլյան երբ որ երգ է տալիս մեզ, մի քանի երգ է տալիս, մենք այդ երգերը նոտաներից վերածում ենք մեղեդիի եւ երբ որ լսում ենք, որը որ իրոք շատ սրտին մոտ է մեզ եւ հաճելի է եւ շատ ցանկանանք նվագել, այդ ստեղծագործությունները արդեն կատարվում են։ Իսկ պարոն Դավթյան, դուք ասացիք, որ նաև սովորեցնում եք աշակերտներ ունեք, ովքեր որ արդեն հաճախում են, զբաղվում են ձեր խմբում երաժշտությամբ։ Ես կարող եմ այս հարցին այսպես տեսադաշտը բացելով պատասխանել, ինչու համարակոչվում կա այդ կրթամշակութային հանգույց, որովհետև գործունեությունը տարբեր ոլորտներում է, այսինքն մենք ունենք համ կրթական բաժին, համ երաժշտական խմբեր, համ երաժշտության արտադրության բաժին։ Մի փոքր որպեսի մանրամասնեմ, կա այդ հանգույցի ներսում ոնց որ գտնվում է կա այդ նվագախումբը, որպես կատարողական արվեստ, հա, կա այդ նվագախումբը եւ Թակպար նվագախումբը մի ոնց որ տեսլական ու երազանք ունի հայկական ծիսակատարություններում ապահովել հայկական երաժշտություն եւ այս ոնց որ նպատակով գնում ենք դեպի առաջ ունենք կրթական բաժին որոնցից ճարտար ակումբն է որը համագործակցում է իրական դպրոցի հետ, թե Երևանում, թե մարզային, այո, մարզերում, ինչ է անում, իրական դպրոցը երաժշտական կրթություն չի տալիս, իրական դպրոցի երաժշտական մասի կրթությունը ապահովում ենք մենք, այսինքն այնտեղ սովորում են երեխաներ, ովքեր որ պետք է դառնան ինժեներներ, ծրագրավորողներ, համակարգողներ, համակարգաբանության մասին է այդ դպրոցը, որտեղ որ ուսանողները ունեն տենց մեծ բլոկ
երաժշտական արվեստի մենակ երաժշտական չէ կրթության մասին կավագործություն, նկարչություն, թատրոն, նվագախումբ, երգչախումբ, այսպես բազմածավալ, այսպես մի հատ ակումբ է, որը անվանել ենք Ճարտար։ Երկրորդ մեծ նախագիծը էլի կրթական, դա Արև Ելեն նախագիծն է, որտեղ ինչ է տեղի ունեցել, մենք էլի այդ հանգույցով ընտրել ենք հայկական սահմանամերձ գյուղ, որը որ Խաչիկ գյուղն է այս պահին, այստեղ արդեն 2 տարի գործում է մշակույթի տունը եւ այս նույն թվարկածս ոնց որ արվեստի ճյուղերի խմբակներով այնտեղ տեղի ունենում համակարգված դասընթացներ, այսինքն կավագործություն կա, էլի ձեռագործություն կա, այսինքն ասեղնագործություն, բան, երգչախումբ կա, մի խոսքով էս տարբեր ճյուղեր, այնտեղ 2 տարի արդեն պարբերաբար այդ կրթությունը գնում է, նպատակը էսպիսին է, որ այդ հանգույցը մի օր կավարտի իր բուն գործունեությունը այնտեղ թողնելով արդեն աշխատող եւ ոնց որ գնացքի այդ գծերի վրա ընկած նորմալ իր հունով գնացող ակումբ մենք արդեն այնտեղ ունենք հաջողություններ, այնտեղ ունենք աշխատակիցներ, ովքեր որ վերապատրաստվել են եւ իրենք են արդեն ակումբը վարում, ողջույններ Խաչիկ գյուղին իմիջայլոց իրենք են ակումբը վարում, իրենք են դասերը անցկացնում, մի խոսքով այսպիսի ծրագիր ունենք, այս ծրագրի հիմնական նպատակներից էլի մարզային կրթությունը, մարզային մշակութային կրթությանը զարգ տալն է, մի քիչ ակտիվացնելն է եւ իր տարածումն է տարբեր գյուղեր, Հայաստանի տարբեր գյուղեր, հիմա աշխատում ենք մեկ այլ նախագծի վրա, որը Աստված առաջ կարող է այս տարի կամ մյուս տարի արդեն մեկնարկի Այստեղ կրթական մասներ, կրթական մասում ունենք նաև շատ տարբեր վարպետաց դասեր, հա, օրինակ ավանդական գործիքների վարպետաց դասերը, որ մենք անցկացնում ենք, ավանդական երգերի վարպետաց դասերը, որ մենք անցկացնում ենք, այսպես էլի մշակույթին հենված կրթական նախագծեր, մեկ անգամյա կամ մեկ ամսվա նախագծով այսպես մենք կարողանում ենք այսպիսի ոնց որ ծառայություններ նույնպես մատուցել եւ երրորդ մասը արտադրական մասն է կայթ հանգույցի ինչով է զբաղվում արտադրական մասը այն երգերը որը որ գտել ենք արդեն պետքա ձայնագրել պետք է կազմակերպել օրինակի համար համերգներ նվագախմբերի համար եւ ոչ միայն մեր նվագախմբերի համար աշխատել տարբեր արտիստների հետ այս ամբողջը համակարգողն է արտադրական մասը այսինքն production-ը հա եթե ոչ հայերեն լեզվով ասենք փորձենք իրեն անվանել կայթարտ production է անվանվում զբաղվում են երգերի թողարկմամբ, այս պահին աշխատում ենք արդեն իսկ տարբեր արտիստների հետ եւ այստեղ կարևոր նախագծերից մեկը, որ այս տարի արդեն կմեկնարկի, Գրիգոր արդեն իր խոսքի մեջ նշեց, դա 1000 երգ նախագիծն է։ Ինչ է իրենից ներկայացնելու 1000 երգ նախագիծը, քանի որ կայթ նվագախմբով մենք ունեինք արդեն 3 ձայնապնակ մեկը բարևասավ բարևոս համերգի հենց կենթանի եւ վիդեո տարբերակներ երկրորդը մենք արեցինք այդ նվագախմբով նվագ ալբոմը եւ հավկունք ալբոմը զուգահեռաբար նվագ ալբոմը ինչ է իրանից ենթադրում 9 բարեղանակներ են հայկական ավանդական որոնք մենք վերցրեցինք եւ կատարեցինք մի քիչ ավելի մեր օրերի ձայնագրման ոնց որ տեխնոլոգիաները օգտագործելով ավելի պրոֆեսիոնալ իսկ հավկունք ալբոմը արդեն մեր երգերի ալբոմն է որտեղ տեղ են գտել այդ չկատարված երգերը այնտեղ 21 երգի ոնց որ պրեմիերա կա որոնք տենց իրար միացրած 9 շարք այսպես կա 9 ստեղծագործություն է ձայնասկավառակում եւ հաջորդ միսիան որ պետք է կատարի կայթ նվագախումբը եւ ոչ միայն կայթ նվագախումբը ընդհանուր production-ը դա 1000 երգ նախագծի
իրագործումն է, որը պետք է աշխատի արդեն տարբեր արտիստների հետ, այսինքն կատարող արտիստների, երգիչների, երգչուհիների, նորից ընտրվում է երգը, մշակվում է մեր կողմից, առաջարկվում է կատարող արտիստին, կատարող արտիստի համաձայնությունն էլ ստանալով, հիմնականում մենք այնպես ենք անում, որ համաձայնությունը ստանանք, այսինքն երկար պրպտում ենք ամբողջ թմով, թե այս երգը ում կսազի, եւ քննարկումներից հետո առաջարկը անելուց հետո միանգամից համընկնում է, մենք էլ որպես երաժիշտ ճիշտ կարողանում ենք գտնել իրավանց, որ տենց լավ կետեր է առաջարկը տալուց առաջ, ձայնագրվում է, նկարվում է փոքր ինչ-որ վիդեո տարբերակ, live session-ի պես, այսպես, եւ թողարկվում է։ Այստեղ մենք արդեն պլանները մի քանի քայլ առաջ է գնացել, առաջի թողարկումը չի եղել, բայց շուտով անպայման կունենանք Խազարերկ նախագիծը։ Նաև աշխատում ենք այնպիսի արտիստների հետ, ովքեր ուղղակի ուզում են ունենալ իրենց երկացանկի գունապնակում ֆոլկլորային ավանդական երգ, երաժշտություն, դիմում են մեզ եւ մենք այդտեղ էլ կարողանում ենք ծառայություններ մատուցել սիրով, քանի որ մեր ոլորտը մենք այդ ամեն ինչին սիրով ենք մոտենում եւ այստեղ շահերը որտեղ են համընկնում, որ մենք սենց տենեն զբաղվում ենք ֆոլկլորով եւ մեզ շատ հաճելի է, որ կրկին զբաղվենք ֆոլկլորով։ Եվ այստեղ շատ լավ տենց փորձում ենք ունենալ համագործակցություններ, որոնցից մի քանիսը արդեն ընթացքում է եւ շուտով կունենանք, եթերում այստեղ չեմ կարող իհարկե ճակերտները բացել, բայց սպասենք նորությունների, այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, խորհուրդ կտամ հետևել մեր էջերին, Kite Art Production-ում հիմնականում տեղադրվում է այս մեր արտադրական մասի եւ երաժշտական մասի process-ները, այսինքն խմբերի հետ թե ինչ նորություններ են ունենալու, համերգներ, արտիստների հետ կապված ինչ նորություններ են ունենալու, ինչեր են սպասվում, այնտեղ կարող են տեսնել, տեսահոլովակների պրեմիերաներն է նաեւ այնտեղ լինում։ Իսկ մյուս նախագծերը արդեն ամեն մեկը ունեն իրենց էջերը, Կայտ նվագախումբը ունի իր էջը, Թակպար նվագախումբը ունի իր էջը, Արև է ելելը, եթե մարդկանց հետաքրքիր է թե ինչ է կատարվում Խաչիկ գյուղում, Արև է ելել նախագծի շնորհիվ, մշակութային մասով կարող են ծանոթանալ, գյուղին շատ գեղեցիկ այդտեղ տեսահոլովակներ կա, Ճարտար ակումբը ունի, որտեղ շատ գեղեցիկ կրկին թողարկումներ են լինում, երգչախումբը, նվագախումբը շատ լավ մշակումներով, ավանդական, ոչ ավանդական արդեն ստեղծագործություններ է թողարկում։ Նաև ես մի փոքր հավելեմ Գրիգորին, մեկնարկել ենք մի նախագիծ, որը կոչվում է Նվիրիր համերգ, նախագիծը կանում է հետևյալ կերպ, այսինքն կազմակերպվում է ինչ-որ գյուղում համերգ, X գյուղում, որը դեռևս ընտրված չի, եւ բացվում է միջոցառում, այսինքն event Facebook-ում, եւ մարդիկ կարող են այդ event-ի միջոցով հղումներով հետևել եւ գնել տոմս, եւ այդ տոմսերը գնելուց հետո մենք կազմակերպում ենք համերգ, այսինքն կազմակերպվում է համերգ, նշվում է գյուղ ինչ-որ եւ գնում ենք այդ գյուղում համերգ ենք տալիս, այսինքն մշակութային կյանքի զարգացումը եւս մի հետաքրքիր միջոցառում է, որի շնորհիվ Հայաստանի բոլոր գյուղերում արդեն կարող են համերգներ տեղի ունենալ եւ գյուղացիք նույնպես կարող են ըմբոշխնել այդ գեղեցիկ երաժշտությունները։ Գնում ենք ասելով, չեն գնում միայն մենք, այո, ընկերներ ունենք, տարբեր արտիստներ կան, որոնց հրավիրում ենք եւ իմիջիալից ով ցանկանում է կարող է նաեւ միանալ միջոցառումներին եւ իրենց խմբով նույնպես կարող են ելույթ ունենալ եւ իրենց ներդրում ունենալ այս ծրագրում։ Իսկ հետաքրքիր է նաև բացի գյուղերից լինում է, որ այլ երկրներում ունենաք համերգներ, հետաքրքիր է օտար երկրներում ապրող մարդիկ, երբ որ լսում են ձեր երգերը, ինչ կարծիք են արտահայտում։ Շատ անգամ Հայաստանից դուրս համերգներ ենք ունեցել,
նույնիսկ Հնդկաստանում այդքան նույնիսկ գնացել ենք Ամերիկայում, ենք եղել Սանկտ Պետերբուրգում շատ գեղեցիկ համերգ ենք ունեցել, այսպես որ ամբողջ հիշում կարող է շատ երկար Դուբայում ենք համերգ ֆեստիվալի ենք մասնակցել, տարբեր տեղեր ունենում ենք համերգներ, հրավիրում են ինքը գեղեցիկ ու ավանդական երաժշտություն է եւ ավանդական երաժշտության կազմակերպիչ այդպես փառատոններ կան, շատ սիրողներ կան աշխարհում, ովքեր որ դիմում են եւ ունենում են այդ հասանելիությունը, իրանք էլ լսելու, կենթանի վայելելու մեր ստեղծած եւ պահած խմբերի երաժշտությունը, փայփայած։ Ինչի համար եմ այսպես ասում, որովհետեւ բավականին դժվար է այս ոլորտում, այս մեր ոլորտում խմբերը պահել, ապրեցնել, որովհետեւ շուկան մենք փորձում ենք նոր սարքել, այդ ալիքը պետք է գնալով մեծանա, այս շատ ցավոք սրտի, բայց իրականությունն է այդպես։ Եվ այստեղ օրինակ էստրադայի հետ չես կարող համեմատել շուկայի մեծությունը, այստեղ փոքր է շուկան, խմբերն էլ կան, շնորհակալություն եւ բարևներ բոլոր խմբերին, ովքեր զբաղվում են ֆոլկլորով, հատուկ շնորհակալություն նրանց։ Այս դրա համար եմ այսպես արտահայտվում, որ եթե ու հորդորում եմ նաև մյուս մեր բոլոր ընկերներին, ովքեր զբաղվում են ֆոլկլորով, թող պահեն եւ փայփայեն այդ, որովհետեւ դա ինձ թվում է ամենագեղեցիկն է։ Ֆոլկլորը մարդկության ստեղծած ամենագեղեցիկ ֆենոմեններից մեկն է։ Այն նշեցիք, որ խմբեր գտնել, պահպանելը դժվար է, իսկ լսարան գտնելը հեշտ է։ Լսարանը մեզ գտնում է, իրականում մենք էլ աշխատում ենք այնպես անել, որ մենք էլ ավելացնենք լսարանին, շատացնել, այսինքն շատ մարդիկ կան, ովքեր ամբողջ կյանքում չեն լսել ֆոլկլոր եւ մեկ օրինակ լսելուց ասենք ապշում են գեղեցկությունից եւ սկսում են դառնալ մեզ եւ ոչ միայն մեզ ասելով ես նկատի ունեմ ֆոլկլորով զբաղվող երաժիշտներին, հա, ովքեր որ ավանդական երաժշտությունը ստեղծում են, ստեղծագործում են այդ ոլորտում եւ տարածում են, մեզ ասելով նկատի ունեմ բոլորին եւ դառնում են մեր լսարանի մի մասը, այսպես գնալով շատանում է, այս անիվը պետքա դեռ երկար գնա, ինչի համար է այդպես, որովհետեւ հայկական երաժշտությունը հայի սրտին շատ հեշտ է կպնում եւ մենք պետք է այնպես անենք, որ այս երաժշտությունը շատ տարածվի, հիմա կողքից շատ կան խանգարող երաժշտություններ իրականում, ինչի համար են նրանք խանգարում, որովհետեւ այստեղ մի հատ կարևոր հարց կա խանգարելու տեսանկյունից, ջազը երբեք չի կարող մեր երաժշտությանը խանգարել, որովհետեւ ինքը կայացած, բոլորին հայտնի, առանցին ճյուղ է, մշակույթային, sense իր հունով գնացող, այստեղ խանգարող process-ները էս են, որ շատ երաժշտություններ է հնչում, որոնց անվանում ենք հայկական։ Բայց հայկական չէ։ Բայց իրանք հայկականի հետ եւ հայկականության հետ որևէ առնչություն չունեն, որ մի քիչ շատ է խորանում, բառերն է հայկական, չի։ Այսինքն ոչ թե թարգմանված է, այլ այնքան պրիմիտիվ եւ հասարակ է, որ ասենք օրինակի համար հայկականության հետ չես համեմատի, որովհետև հայկական բառերը դրանք կամ ֆոլկլորային են հանճարեղ բառերն են, կամ Սևակ, Թումանյան, Չարենց կամ նրանք են։ Այդ նշեցիք, որ երգեր որ խանգարում են, որովհետև ոչ հայկական են, անգամ բառերը, բայց մարդիկ կան, որ մեծ ցանկությամբ լսում են այդ երգերը եւ հենց կատարողները ասում են, որ եթե կա պահանջարկ մարդիկ լսում են, մենք կատարում ենք։ Այն ինչ պատասխան ունեք այս հարցին։ Դե ալիքներին ոնց որ հակառակ պետք է մի քիչ լողալ, մենք ընդհանրապես լողում ենք մեր մասով, այսինքն մենք անում ենք մերը եւ փորձում ենք տարածենք մերը։ Շատ անգամ քննադատում ենք, երբ որ գրագողություններ է լինում, իհարկե ոչ sense հանրային, բայց մենք էլ նեղվում ենք, որ հայերը մեկ-մեկ զբաղվում են գրագողությամբ, այսինքն օտար երկրյա երաժշտությունները գալի եւ դառնում են sense միամիտ հայկական բառերով եւ ներկայացվում են որպես հայկական երաժշտություն,
Բայց շատ չենք կենտրոնանում դրա վրա, որտեվ դա անիմաստ ժամանակի կորուստ է, մենք մեր գործը հազիվ հասցնում ենք անել, պեկ-պեկ չենք էլ հասցնում, դրա վրա ժամանակ ծախսելու եւ էներգիա ծախսելու իմաստ չկա, այսպես կարող եմ մեկնաբանել այդ հարցը։ Նաև խոսենք մշակութային կենտրոնից, ասացիք, որ մարզերում արդեն մի քանի մարզերում կա, որ մարզերում է եւ կա ընդլայնելու արդեն ցանկություն մարզերը։ Այս պահին Խաչիկ գյուղում է մեր նախագծերից, որ հստակ գործում է, այսինքն ռեգուլյար, ինքը կանոնակարգված մշակութային տուն է, որը գործում է։ Մարզային զարգացման երկրորդ խոշոր նախագիծը, որ հիմա մեկնարկել ենք, դա նվիրիր համերգն է, որը Գրիգորը նշեց։ Նվիրիր համերգը մենք ցանկանում ենք այս պահին առաջինը արդեն արել ենք Պարավաքար գյուղում, Կայտ նվագախմբի մասնակցությամբ, որ մեր ձեռնարկածներ եւ այնտեղ Կայտ նվագախմբով որոշեցինք գնանք, որովհետեւ հասկանալու շատ հարցեր ունեինք, օրինակ լոգիստիկան, արձագանքը, որակները, կազմակերպչական գիծը, այսպես, ու քանի որ Կայտ նվագախմբով բոլորս ընկերներ ենք եւ ոչ մեկից կոպիտ ասած չէր նեղանա եւ մենք հեշտ ընկալեցինք, որ դա առաջինն է եւ կարա հազարաթերություն լինի, իրականում անթերի անցել է, բայց որ դրա համար որոշեցինք Կայտ նվագախմբով, հաջորդ համերգը օրինակ պլանավորում ենք դեպի Սյունիք, շաքերտները չեն բացի ուր, դեպի եւ պլանավորվում է Կաթիլ խումբը մեկնել, կբացվի շուտով իվենտ, կխնդրեմ հետևեն մեր Կոտայքում բնակվող եւ ոչ միայն հայրենակիցները, բացվում է իվենտ, ես երկու բառով փորձեմ նորից նկարագրեմ ամբողջ process-ը։ Ինչ որ գյուղում տեղի է ունենալու համերգ, Սյունիքի մարզի ինչ որ գյուղում տեղի է ունենալու համերգ, որտեղ մասնակիցը լինելու է Կաթիլ նվագախումբը, այս առիթով բացվելու է մի հատ հարթակ, event, Facebook-յան, Instagram-յան, տարբեր այն հարթակներով, որտեղ որ հնարավոր է։ Այստեղից մարդիկ, բոլոր մարդիկ Հայաստանում բնակվող, արտասահմանում բնակվող բոլոր հայերը կարողանալու են գնել տոմս եւ նվիրել համերգ նշված գյուղին, որ նշվելու է արդեն բացված իվենթում, այսինքն ինչ է իրանից ենթադրում, մենք այստեղ նստած կարողանում ենք գնել տոմս նվեր, որի միջոցով տեղի կունենա մարզային համերգ ինչ-որ գյուղում, այստեղ էականն է, որ մենք ֆիքսվել ենք գյուղերի վրա, այսինքն գյուղերը, քանի որ մենք հարցման պատասխաններ ունենք, այսինքն փաստաթղթային ստատիստիկա ունենք, որ մշակութային կյանքը այդքան էլ ակտիվ չի, դրա համար մենք որոշել ենք գյուղերում այսպես ուրախ, պոզիտիվ մշակութային դիվերսիաներ իրականացնել, սա մարզային երկրորդ մեծ նախագիծն է։ Նաև ոչ միայն մարզերից, այս տարվա փոքր ծրագրերից խոսենք, միջազգային կամ երևանյանի շնոր համերգներ, փառատոններ են սպասվում։ Ապրիլի 3-ին համատեղ համերգ ունենք հայ-իրանական, Իրանից ժամանել է ֆոլք խումբ, իրանական տրադիցիոնալ երաժշտության խումբ եւ հայ-իրանական այդ բարեկամության ներդրման միջոցառումը եւ այդ ժամանակ մենք ելույթ ենք ունենալու իրանական խմբի հետ մոտակա համերգը դա է, որ կարող են մարդիկ գալ, իմիջիալս մուտքը ազատել, բոլորը կարող են գալ եւ լսել եւ հայկական եւ իրանական երաժշտություն։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հյուրընկալելու մեզ։ Մեր հրավերը ընդունելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցները Կայտ խմբի գեղարվեստական ղեկավար եւ փողային գործիքներ կատարող Գրիգոր Քարտաշյանն էր եւ արտադրական մասի ղեկավար եւ հարվածային գործիքներ կատարող Գրիգոր Դավթյանը։ Այս պահի մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, լսենք, դիտենք տեսալովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։
Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր մոլորակը պտտվել եւ կանգ է առել մի երկրի վրա, որը ճիշտ է, այդքան էլ հաճախ չի գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, բայց այն հարուստ է մշակութային ինքնատիպությամբ եւ բնության անկրկնելի գեղեցկությամբ։ Խոսքս Պարագվայի մասին է։ Առաջարկում եմ միասին ճանապարհորդենք այս երկրով։ Պարագվայը Հարավային Ամերիկայի սրտում գտնվող երկիր է, որը հաճախ մնում է զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս, բայց ունի հարուստ պատմություն, յուրահատուկ մշակույթ եւ հիասքանչ բնություն։ Պարագվայի պատմությունը հարուստ եւ բազմաշերտ է։ Մինչ իսպանացիների ժամանում այս տարածքում ապրում էին գուարանի ցեղեր, որոնք այսօր էլ մեծ ազդեցություն ունեն երկրի մշակութային ինքնության վրա։ 16-րդ դարում իսպանացիները սկսեցին գաղութացնել տարածաշրջանը, հիմնադրելով Ասունիսոն քաղաքը 1537 թվականին։ Այս քաղաքը դարձավ իսպանական ազդեցության կարևոր կենտրոն Հարավային Ամերիկայում։ Պարագվայի անկախություն ձեռք բերեց 1811 թվականին, դառնալով Լատինական Ամերիկայի առաջին երկրներից մեկը, որը ազատվեց իսպանական տիրապետությունից, սակայն 19-րդ դարում այն անցավ դաժան ժամանակների միջով, հատկապես Պարագվայի պատերազմում, երբ երկիրը պատերազմեց Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի դեմ, կորցնելով իր բնակչության մեծ մասը եւ տարածքի զգալի հատված։ Պարագվայի բնությունը առանձնանում է իր բազմազանությամբ, երկիրը բաժանված է երկու հիմնական աշխարհագրական գոտու՝ արևելյան եւ արևմտյան։ Արևելյան Պարագվայի ունի խիտ անտառներ, գետեր եւ բերրի հողեր։ Պարագվայը եզակի է նրանով, որ ունի երկու պաշտոնական լեզու՝ իսպաներեն եւ գուարանի։ Գուարանին շատ ավելի տարածված է, քան մյուս լատինամերիկյան բնիկ լեզուները, եւ երկրի բնակչության ավելի քան 90%-ը խոսում է հենց այս լեզվով։ Երկրի երաժշտությունը, պարերն ու տոնակատարությունները խորը կապված են գուարանի եւ իսպանական մշակույթների խառնուրդի հետ, հատկապես հայտնի են պարագվայական հարպան։ Չնայած իր համեմատաբար փոքր չափերին, Պարագվայը արագ զարգացող տնտեսություն ունի։ Երկիրը հայտնի է իր մեծ հիդրոէլեկտրակայաններով, այդ թվում Իտայպու ջրամբարով, որը համարվում է աշխարհում հզորագույններից մեկը։ Գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է։ Երկիրը արտահանում է սոյա, եգիպտացորեն, միս եւ այլ գյուղամթերքներ։ Չնայած Պարագվայը չունի լայն ճանաչում զբոսաշրջիկների շրջանում, այն ունի բազմաթիվ հետաքրքիր վայրեր։ Ասունիսոն երկրի մայրաքաղաքն է, որտեղ կարելի է տեսնել գաղութային ճարտարապետություն, թանգարաններ եւ աշխույժ փողոցային կյանք։ Պարագվայը եզակի երկիր է, որը հաճախ մնում է ստվերում իր հարևանների Բրազիլիայի եւ Արգենտինայի կողքին, սակայն ունի հարուստ պատմություն, գունեղ մշակույթ, շքեղ բնություն եւ կայուն զարգացող տնտեսություն։ Այն դեռևս թաքնված գանձ է, որը արժե բացահայտել։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածը պատկանում է օգտակար խորհուրդներին եւ այսօր միասին խոսելու ենք կարմիր լոբու մասին։ Կարմիր լոբին սննդարար եւ առողջարար մթերք է, որը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։ Այս լոբին հարուստ է սպիտակուցներով, ինչը այն դարձնում է մսի հիանալի այլընտրանք։ Օգնում է աղեստամոքսային համակարգի առողջությանը, նպաստում է լավ մարսողությանը եւ կանխում փորկապությունը։ Լոբին պարունակում է B խմբի վիտամիններ, երկաթ, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր եւ այլ կարևոր միկրոէլեմենտներ։ Դանդաղ ածխած ջրերի շնորհիվ այն օգնում է կանխել շաքարի կտրուկ աճը, իսկ կալիումն ու մագնեզիումի շնորհիվ օգնում է արյան ճնշման կարգավորմանը։ Չնայած իր այսքան օգտակար հատկություններին, այն նաև վնասակար հատկություններ ունի եւ որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել ծանրության զգացում, եթե հատկապես շատ է օգտագործվում, ինչպես նաև շատ մարդկանց մոտ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։ Սիրելի հեռուստադիտողներ, գիտեք թե ով է Ռոբերտ Ուդլոն, նա պատմության մեջ ամենաբարձրահասակ մարդն է։ Նրա հասակը 2 մետր 72 սանտիմետր էր, ինչը իրեն դարձնում էր բազմաթիվ դժվարությունների եւ դրա շնորհիվ նա ունեցել է բազմաթիվ դժվարություններ եւ մահացել է շատ վաղ տարիքում։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք նրա կյանքի պատմությանը։
Ռոբերտ Ուդլոն պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաբարձրահասակ մարդն է, ապրել է կարճ, բայց տպավորիչ կյանք։ Նրա անհավանական հասակը 2 մետր 72 սանտիմետր է, որը դարձավ ոչ միայն աշխարհի զարմանքի պատճառ, այլ նաև բարդությունների աղբյուր նրա առողջության համար։ Ռոբերտ Ուդլոն ծնվել է 1918 թվականին փետրվարի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալթոն քաղաքում։ Մինչև 5 տարեկանը նա արդեն հասել էր 1.63 մետրի, գերազանցելով շատ մեծահասակների հասակին։ Նրա անսովոր աճի պատճառը հիպոֆիզի գերզգայունությունն էր։ Այս վիճակը հանգեցնում էր անընդհատ աճի հորմոնի արտադրության, ինչի պատճառով նրա մարմինը երբեք չէր դադարում աճել։ Չնայած իր զարմանալի հասակին, Ռոբերտը փորձում էր ապրել սովորական կյանքով։ Նա սովորում էր դպրոցում, հետագայում ընդունվեց Շիրդլեֆի քոլեջ իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով։ Սակայն նրա հսկայական չափսերը դժվարացնում են առօրյա, նա ստիպված էր կրել հատուկ կոշիկներ, իսկ քայլելիս կրում էր օրթոպեդիկ սարքեր։ Ուդլոն արագ դարձավ հանրահայտ, հայտնվելով թերթերի էջերում և տարբեր ցուցադրություններում։ 1938 թվականին նա դարձավ International Show Company դեմքը և ճանապարհորդում էր ամբողջ երկրով, գովազդելով հատուկ իր չափերին համապատասխան պատրաստված կոշիկներ։ Ռոբերտ Ուդլոյի չափից դուրս մեծ հասակը բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ էր դարձել։ Նրա նյարդային համակարգը չէր հասցնում կարգավորել մարմնի աճը, ինչը թույլ էր դարձնում նրա ոտքերը և զգայուն դարձնում տարբեր հիվանդությունների հանդեպ։ 1940 թվականի հուլիսին Միչիգան նահանգում շրջագայության ընթացքում նրա ոտքի օրթոպեդիկ սարքը քսվել էր կաշվին, առաջացնելով վերք։ Վարակը տարածվեց և նույնիսկ հակաբիոտիկների օգտագործումը չկարողացավ փրկել նրան։ Ռոբերտ Ուդլոն մահացավ 1940 թվականի հուլիսի 15-ին, ընդամենը 22 տարեկան հասակում։ Չնայած իր կարճատև կյանքին, Ռոբերտ Ուդլոն դարձավ լեգենդար անձնավորություն։ Նրա արձանը կանգնեցվել է իր ծննդավայրում, Ալթոն քաղաքում, որպես հիշատակ նրա զարմանալի պատմության։ Նա շարունակում է մնալ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ամենաբարձրահասակ մարդը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն, դրական էներգիայով լի լեցուն օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, իհարկե նույն ժամին Կոտայք TV-ի եթերում։